Ողջույն բոլորին, հարգելիներս, այսօր պետք է պատրաստեմ հավը գետնախնձորով, այս բանջարեղենով, այսպես ասեմ։ Գետնախնձորներն են, բոլորդ գուցե ծանոթ եք, ինձ թվում է բոլորն էլ ծանոթ են, տեղյակ են, շատ մանրակրկիտ պետք է լվանակ, որովհետև արանքները ավազի հողի հատիկներ են մնում։ Ես շատ եմ օգտագործում, այսինքն ժառանգաբար անցել եմ մեր կերակրատեսակների մեջ գետնախնձոր շատ ենք օգտագործում։ Մի քանի ատամիկ, ինձ մոտ 3 ատամիկ սխտոր եմ ճզմում, սխտորի վրա մի քիչ չաման եմ ավելացնում և աղ, կարմիր քաղցր պղպեղ, ավելացնում եմ կծու կետչուպ, կուզեք կծու արեք, կուզեք կետչուպի փոխարեն տոմատի մածուկ լցրեք, ինչպես դուք կցանկանաք, և բուսայուղ, և մի փոքր սարի ուրց։ Եվ մի լավ խառնում ենք։ Սա տեղափոխում եմ համեմատաբար խորոտ ամանի մեջ և այս սոուսը լցնում եմ վրան։ Եվ մի լավ խառնում ենք այնպես, որ բոլորը պատվեն այս սոուսով։ Ահա տեսեք, ես հավ եմ համեմել նույն սոուսով, ինչ որ պատրաստեցի կարտոֆիլի ու գետնախնձորի համար, նույն սոուսով հավը պատրաստել եմ։ Տեղափոխում եմ ջեռոցի թավայի մեջ հավը։ Այստեղ հավի կեսն է, խոշոր մեծ հավ էր, կեսն եմ վերցրել։ Չմոռանամ պղպեղն էլ տեղադրեմ։ Եվ այս բանջարեղենները ուղղակի տեղափոխում եմ հավի շուրջ։ Հարգելիներս, սա ես հիմա կտեղափոխեմ ջեռոց։ Ինձ մոտ 200 աստիճան ջերմաստիճանի տակ եմ եփում, որտեղ իմ ջեռոցը այդպես լավ է եփում։ Դուք գիտեք արդեն ձեր ջեռոցը ինչ ջերմաստիճանի կարող է եփել։ Նո ինձ թվում է գրեթե 1 ժամ պետք է որ եփվի։ Ես այդպես եմ կարծում, որտեղ հավը մեծ է։ Ահա տեսեք, պատրաստ է արդեն։ Հիմա տեղափոխեմ ափսեի մեջ։ Ահա հարգելիներս, բուրմունքի մասին չասեմ, մոտիկից էլ նայեք, գետնախնձորները, ինչպես ես ասեցի, առաջինն են անհետանում ափսեի միջից։ Փորձեք, նախ շատ առողջարար է, դրա համար եմ ասում, և շաքարի հիվանդների համար, և ճնշման խնդիր ունեցողներ, դե ընդհանրապես կարդացեք, կտեսնեք ինչ օգտակար բան է ձեր գետնախնձորը։ Հուսով եմ ձեզ դուր կգա, փորձեք, պատրաստեք և թող անուշ լինի։